Կենթանի ջրի գետեր ձեր մեջից պետք է բխեն, սիրելներ։ Սա Տիրոջ խոստումն է մեզ, կենթանի ջրերի գետեր մեր միջից պետք է բխեն, փառքեր Հիսուսին։ Տեսնում եք նկարը, մարդու սիրտն է, կարծես մեջը գետը լինի։ Այդ անոթները, մազանոթները, որ նկարած, ոնց որ գետը հոսում է ու իր առուներով տարածվում է սրտով մեկ։ Թող Տերը մեզ այսօր լեցնի իր կենթանի ջրերով, սիրելի եկեղեցի։ Այնքան լեցնի, որ մեր միջից դուրս գա Քրիստոս կյանքը, հաղթական կյանքը, Հիսուսի անունը փառավորվի, հալելույա, փառքեր Հիսուսին։ Անցած երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը Destiny-ում սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Հոգու մկրտության պաշտամունք եղավ։ 100-ից ավել մարդիկ Սուրբ Հոգով մկրտվեցին։ Հոգին թափվում էր մարդկանց վրա, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես ուզում եմ կրակոտ եկեղեցի։ Իմ ծոմապահության աղոթքի մի նպատակը եղել է, որ ես ինքս մոտենամ Տիրոջը ավելի, սիրելներ։ Եվ երկրորդը Տերը մեզ անի հաղթական եկեղեցի։ Գիտեք, շատ ժամանակ մենք խոսում ենք Քրիստոսի խաչի մասին, փրկության մասին, ամեն ու ամեն, սիրելի եկեղեցի։ Գիտեք, ամեն անգամ մենք նորից չենք փրկվում։ Ամեն կիրակի չենք գալի ասում Տեր նորից մեզի փրկի։ Մենք փրկվել ենք մեկ անգամ, հավատում եք։ Հավատքով մենք փրկվել ենք շնորհի միջոցով, հավատքով մեկ անգամ, սիրելիս։ Կարող է կյանքիդ մեջ չորություն ես ապրում, դժվարություններ, խնդիրներ, դա քեզ ուղղակի այնպես չի անում, որ դու քո որդիական իրավունքը կորցրել ես։ Դու փրկված ես, փառքեր Հիսուսին, բայց ավետարանը մի այլ բան էլ ասում։ Փրկությունը կարևոր է, բայց փրկության հետ նաև մենք պետք է սիստեմատիկ լցվենք հոգով, ամեն, սիրելի եկեղեցի։ Ես 3 կարևոր բան եմ տեսել հոգևոր կյանքի մեջ. փրկությունը, սրբությունը եւ Սուրբ Հոգու լեցունությունը։ Այս սրբությունը դա ընթացք է։ Փրկվելուց հետո դու փրկված ես, բայց դեռ կյանքիդ մեջ Սուրբ Հոգին սկսում է քեզ ավելի դարձնել Քրիստոսի նման։ Այդ դա պտղաբերությունն է։ Գաղատացիների 5-րդ գլուխը։ Նա ամեն մեկիս կյանքի մեջ կարևոր չի Սուրբ Հոգով մկրտված ես, մկրտված ես, Սուրբ Հոգին քո մեջ է, քո բարեխոսն է, քո Աստվածն է, քո մեջ, քո անհատական, նա քեզ դարձնում է Քրիստոսի պատկերի նմանության պես, ամեն օր, ել ու ավելի, ամեն, սիրելի եկեղեցի։ Բայց դրա հետ մեկտեղ գալիս է հոգևոր պատերազմը։ Ինչու համար մենք պետք է հոգով լեցվենք, որովհետև մենք հոգևոր պատերազմի մեջ ենք։ Ես քանի տեղեր որ կարդում եմ Աստվածաշունչը, հոգով լեցուն կյանքը համեմատում է պատերազմի դիմաց։ Զորացեք Աստծով, ամեն, Եփեսացիներին ասում է, սիրելի եկեղեցի, լցվեք Աստծո հոգով, սպառազինվեք, եւ հետո ասում է, որովհետև դա շատ կարևոր բան է մեր համար, մեր ընտանիքի համար, մեր կյանքի համար, սիրելներ, թող Աստված իր շնորհի օծություն այսօր թափի մեր վրա։ Հովհաննես 7-րդ գլուխ 37-ից 39 խոսքերում մեր Տերը հրաշք խոսքեր ասում, այս խոստումը. Եվ տոնի վերջին մեծ օրերը Հիսուսը կանգնած էր։ Այս բառը կարդում եմ տոնի վերջին մեծ օրերը, Սուրբ Հոգին ասում այսպես ասա. Եվ ծոմի վերջին մեծ օրերը Հիսուսը կանգնած էր։ Հավատացեք, մյուս կիրակի գալու ենք այստեղ Տերը հրաշքներ անելու, սիրելներ։ Չորեքշաբթի գալու ենք աղոթքի, Տերը հրաշքներ անելու, փառքեր Հիսուսին։ Եվ ծոմի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր։ Տեսել եք մեր աղաղակող փրկչի ձայնը, լսեք մի հատ ձեր հոգու մեջ։ Տերը աղաղակում այսօր մեր համար, բարեխոսում ասելով. Եթե մեկը ծառավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է նրա ներսից կենթանի ջրերի գետեր պիտի բխեն, նա այս ասած նկատի ունենալով Սուրբ Հոգուն, որն ընդունելու էին, ով հավատում է եւ ովքեր որ ընդունելու էին, նրան հավատացողները, որովհետեւ Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Ասենք ամեն։ Հիմա հավատում եք, որ արդեն Հիսուսը փառավորված է։ Էլ նորից չի գալու, նորից խաչվի։ Նա արդեն խաչվել է, փառավորվել է, եւ Աստված իր Հոգին Պենտեկոստեի օրը թափեց եկեղեցու վրա, այդ համարները կկարդանք, սիրելներ, հալելույա, հարցը նա է, թե որքան ես դու ծառավ Հիսուսի համար, ամեն մեկս, հավատացեք, մենք դատարկվում ենք աշխարհում, աշխարհը մեզ ճզմում է, աշխարհը մեզ
մեր հոգսերի մեջ, մեր խնդիրների մեջ մենք դատարկվում ենք ու նորից են գալի ասում Տեր, նորից կարիքդ ունեմ կենթանի ջրերի փառքերի Հիսուսին։ Հիսուսն ասաց այս խոսքերը հիշենք Մատթեոս 5-ի մեջ, ձեզ ով երանելիներ, երանելի նրանց, ովքեր քաղցած ու ծառավ են։ Ամեն, հալելույա։ Քաղցած ու ծառավ են արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Տեր, հագեցրու ինձ ծառավ այսօր։ Տեր, հագեցրու ինձ քո սուրբ հոգու լիությամբ այսօր փառքեր Հիսուսին։ Աստված լեցնում է քաղցածներին, պատասխանում է ծառավացներին, թափում է իր հոգին այնտեղ, որտեղ բաց տեղ կա իր համար, որտեղ որ բաց տեղ կա սիրելիս։ 5 կտակարանում մի համար կա Իսրայելը ընկել էր անապատի մեջ, փորձության մեջ, մարգարեն եկավ ասեց փոսեր փորեք, տեղ պատրաստեք, որովհետև Աստված այս անապատը ջրերով լցնելու է, այդ փոսերը ջրերով լցնելու է, այդ բաց տեղերը իր հոգով լցնելու է։ Փառքեր Հիսուսին, ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին, հալելույա։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս այս խոստումի համար, փառքեր Հիսուսին։ Հիսուսի աղաղակը այսօր կանչ ծառավներին սիրելի եկեղեցի, կանչ ծառավներին։ Ծառավը խոսում է կարիքի, դատարկության, փափագի ու հուսահատության մասին։ Հիմա դա դու ես թե չէ։ Ես խոստովանում եմ, որ դա ես եմ։ Եթե ծառավ ես, ուրեմն այս կարգավիճակի մեջ պետք է լինես սիրելիս։ Ծառավը նա չի, որ ասում է ամեն բան լավ է կյանքիս մեջ, բերն է բերան, լիքն է, ոչ մի բանի կարիք չունեմ, հասել եմ ու այսպես։ Նո, ծառավը նա է, որ ամբողջովին հուսահատված ես, ոչ մի անելու բան չունես, քո Աստվածը Տերն է ու ասում ես Տեր, իմ կյանքը լցրա քո ջրերով, փառքեր Հիսուսին։ Եթե մեկը ծառավ է թո ինձ մոտ կա, տեսեք ասում է եթե։ Սա ուղղակի հրավեր է սիրելիս։ Ամեն։ Եթե մեկը չի պարտադրում Տերը, Տերը թողել է կամքը քո մեջ։ Այո, փրկվել ես, Հիսուսին ընդունել ես Տեր եւ անձնական փրկիչ, դա շատ լավ է, բայց եթե ընդունես հրավերը սիրելիս, կյանքիդ մեջ Տերը մի շատ յուրահատուկ բան անելու։ Փառքերը քեզ Տեր Հիսուս։ Եթե ասում է, մեկը ծառավ է, թող ինձ գա եւ խմի իմ ջուրը, փառքեր Հիսուսին։ Ես իմ պատանեական տարիներին մի երազ էի տեսել, սիրելի եկեղեցի։ Երազից մեջ Քրիստոսը գնում էր խաչվեր, Գողգոթա։ Ու ես այս երազը մի քանի անգամ պատմել էի։ Մոտ 12 տարեկան էի, որ տեսել եմ այդ երազը։ Եվ մեր Տերը ջուր ա ուզում, ոչ մեկ ջուր չի կարում տա։ Ջուր ա ուզում, ջուր։ Ասում էի Տեր Աստված ջուր, ու ես էլ չունեի ջուր տալու։ Ու խնդրում էի, ասում էի ջուր տվեք փրկչին, ջուր ա ուզում, ես էլ ջուր չունեի։ Այդ երազից կարճ ժամանակ հետո Սուրբ Հոգով մկրտվեցի։ Ես հասկացա, որ այդ կյանքի կենթանի ջրերն էր Տեր ուզում, որ իմ մեջից դուրս գա։ Այդ կյանքի կենթանի ջրերն էր, որ Տեր ուզում էր իմ կյանքը լցնի իր զորությամբ, սիրելի քույրս եղբայրս, հալելույա, փառքեր Հիսուսին։ Դավիթը աղաղակում էր այս ջրերի համար այսպես. ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը, այսինքն իմ միտքը, կամքը, զգացմունքները, իմ հոգին, իմ սիրտը, այն նկարի մեջ իմ սիրտը, հալելույա, փառքեր Հիսուսին, իմ անձն է փափագում քեզ, ով Աստված, իմ անձն է փափագում քեզ, լեցրա ինձ քո ներկայությամբ, սիրելի Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, Եսային կրկին անգամ աղաղակում է ու ասում է, ով բոլոր ծառավներ, եկեք ջրերի մոտ, ծառավեք սիրելիներ, նորից լցվելու կարիք ունենք, նորից ջրերի մոտ գանք, սիրելի քույրս եղբայրս, նորից փափագենք Տիրոջ զորությանը, փառքեր Հիսուսին։ Եսայի 44:3-ի մեջ Եսայի մարգարեն ասում է, ես ջուր պիտի թափեմ ծառավի վրա, իմ հոգին քո սերնդի վրա, փառքեր Հիսուսին, հալելույա։ Շնորհակալ եմ Տեր այս խոստումների համար, շնորհակալ եմ, որ ծառավի վրա ջուր ես թափելու այսօր, սիրելի Հիսուս, փառքեր քեզ Հիսուս։ Սա սովորական ջրի մասին չի խոսում։ Սա խոսում է հոգով լեցուն կյանքի մասին։ Սա խոսում է կենթանի ջրերի մասին։ Աստծո խոսքը լեցնում է քեզ քո հոգիդ եւ քո մեջ շատ յուրահատուկ բան է Սուրբ Հոգին սկսում անել այդ պահը։ Սկսում է Սուրբ Հոգին կյանքը շարժել իր ներկայությամբ լցնել, սիրելի քույրս եղբայրս։ Հովհաննես 4-րդ գլխի մեջ Սամարացի կինը, նա աշխարհից հարստահարված էր։ Մի քանի ամուսիններ, հարաբերություններ, դժվարություններ, ցամաքած, գաղջ վիճակ,
Բայց երբ որ հանդիպես Տիրոջը, շատ մոտ հարաբերություն, գիտեք ինչ, շատ ինտիմate, շատ մոտ հարաբերություն ու խոսք եղավ այս համարների մեջ։ Տերը նրան ավելի մոտեցավ, նրա կարիքներին կպավ եւ տեսեք ինչ ասում Հիսուսը նրան. Եթե իմանայիր Աստծո պարգևը, կենթանի ջուրը կապ ունի Աստծո պարգևի հետ, Աստծո պարգևները կապ ունեն կենթանի ջրերի հետ, սիրելի քույրս եղբայրս։ Եթե իմանայիր Աստծո պարգևը, եւ թե ով է նա, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, ապա դու նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենթանի ջուր կտար, փառքեր քեզ Հիսուս։ Ուզում եք այդ կենթանի ջուրը, ուզում եք, հնարավոր է, եթե մեկ ուզում է, սիրելի քույրս եղբայրս, այսպես ասած գնդակը ձեր դաշտում է։ Փառքերը Տեր Հիսուս Քրիստոսին։ Սամարացի կնոջը նա կրկին ասաց, մեր Տեր ասեց, ով խմի այս ջրից, որ ես նրան կտամ, հավիտյան չի ծառավի։ Այս ջուրը ժամանակավոր չի։ Այս ջուրը հավիտենական է։ Այստեղ աշխարհի վրա մենք լցվում ենք այս ջրով, եւ երբ որ գնանք երկինք, տեսնում ենք, որ այդ գետը նորից հոսում է։ Կենաց ծառը նորից այդ գետի մոտ։ Նորից էլի լցվելու ենք Աստծո հոգով, նորից զորա ամեն օր մեր համար լինելու է հայտնություն եւ օրհնություն երկնքում, քույրս եղբայրս։ Ասա ամեն, փառքեր Հիսուսին, հալելույա։ Սամարացի կինը դարձավ կենթանի վկայություն իր քաղաքում, կենթանի ջրերի վկայություն, քույրս եղբայրս։ Սա է, երբ որ Աստված կյանքդ լցնում է իր հոգով, դու լցվում ես եւ քո կյանքից դուրս է գալի։ Մարդիկ ասում են, բայց ո՞նց է կյանքիդ մեջ այս խնդիրներ, դժվարություններ, բայց դեռ ունես հաղթական կյանք, բայց դեռ ունես դավանող լեզու, բերան, կյանք, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Հրավերը այսօր Տերը անում, հրավերը սա է։ Թող ինձ մոտ գա ու խմի, քույրս եղբայրս։ Եթե թող ինձ մոտ գա ու խմի։ Ելիս 17-րդ գլխի մեջ մենք հետաքրքիր համար ենք տեսնում, սա շատ կարևոր համար է։ Մենք տեսնում ենք Իսրայելի ազգը անապատում միտեղ էր եկել հասել, որ նրանք խմելու ջուր չունեին։ Եվ գիտեք, ամեն անգամ երբ որ նրանք սկսում են տրտնջալ, բողոքել, դա մեր կյանքն է, հավատացեք, դա մարմինն է։ Մեկ էլ հոգին եկավ, Մովսեսին այցելեց, եւ Աստված ասեց, ահա այնտեղ Քորեբի ժայռի վրա կկանգնեմ քո առջև, դու կհարվածես ժայռին, ասա դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա եւ ժողովուրդը կխմի։ Սիրելիներ, մենք հարվածեցինք Քրիստոսին եւ նա խաչվեց մեր մեղքերի համար։ Եվ Գողգոթայի խաչից նա մեռելներից հարություն առավ եւ այդ դատար գերեզման ժայռից Գողգոթայից կենթանի ջրերը բխեցին, փառքեր Հիսուսին։ Ժամանակն է, որ ասենք Տեր, արդեն մենք հաղթական եկեղեցի ենք։ Դու մեզ տվել ես հաղթական կամք քեզ մոտենալու, փառքեր Հիսուսին։ Պողոս առաքյալը այս պատմությունը վերցրել է եւ այսպես ատեսե։ Բոլորն էլ նույն հոգեվոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ այն հոգեվոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում եւ այդ վեմը Քրիստոսն էր, փառքեր Հիսուսին, եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Այդ վեմի վրա ասեց կկառուցեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն կարա քեզ հարվածեն եկեղեցի, որովհետեւ քո մեջ կա կենթանություն, կենթանի ջրեր, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր այդ վեմը, այսօր այդ կենթանի ջուրը լցվում է Քրիստոս վեմից քո մեջ եւ քո միջից հոսում է դուրս քո ընտանիքը եւ քո համայնքը եւ թող եկեղեցին ասի ամեն, փառքեր Հիսուսին։ Խոստումը սա է, սիրելիս։ Հրավերը մենք լսեցինք, Տերը հրավիրում է, եթե մեկը ցանկանում է եւ խոստումը սա է, ոչ թե ջրի կաթիլներ, այլ ձեր ներսից կենթանի ջրերի գետեր պետք է բխեն։ Ամեն։ Հոգևոր կյանքում չկա կիսով չափ հոգևոր կյանք, այդպիսի բան չկա։ Կամ դատարկ ես, որ Տերը լցնելու է, կամ էլ լցված ես, փառքեր Հիսուսում, որ Տերը քեզ նորից դատարկելու է։ Ամեն։ Բայց այսպիսի մի բան չկա, որ կիսով չափ։ Լավոդիկիայի եկեղեցին ասում էր Տերը կիսով չափ ես։ Ոչ տաք ես, ոչ սառն ես, ես էլ չեմ հասկանում ինչ կարգավիճակի մեջ ես, բայց բերն է բերան լցվելու կարիք ունես,
Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելի եկեղեցի։ Ձեր ներսից կենթանի ջրերի գետեր պետք է բխեն։ Փառք ես Տեր Հիսուս։ Մեր ներսը, մտածել եք մեր ներսը ինչի մասին է խոսում։ Մենք Սուրբ Հոգու տաճարն ենք։ Եվ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ, եկեղեցի։ Այսպես է խոսքը ասում։ Աստծո Հոգին ուղղակի է շենքի մեջ չի, ձեռագործ բաների։ Աստծո Հոգին քո մեջ է բնակվում ու դու Աստծո տաճարն ես։ Փաստորեն Աստծո կենթանի գետերը մեր ներսից պետք է դուրս գա, ամեն, ու դեպի աշխարհը գնա, դեպի կենթանություն բերի այն տեղերը, որ մարդիկ կարիք ունեն, սիրելի քույրս, եղբայրս։ Եզեկիել 47-ը մեզ հիշացնում է հենց դրա մասին։ Տաճարի ցոսող գետը կյանքը ներսից դեպի դուրս։ Տաճարի ներքևից, ասում է, ես տեսա տաճարի ներքևից, ասում է, ջրեր էին գալիս։ Եվ Եզեկիելը տեսնում է ոտքերից, ծնկներից, գողքատեղից, եւ ջուրը այնքան բարձրացավ, որ նա էլ չէր կարա իրեն կառավարեր, ամեն, սիրելի եկեղեցի։ Աստված ուզում է քո տաճարը լեցնի ջրերով։ Աստված ուզում է մեր տաճարը լեցնի ջրերով, կենթանի ջրերով, փառքեր Հիսուսին, հալելույա։ Ժամանակն է, որ դավանենք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Ժամանակն է, որ ասենք փառք ես Տերին փրկության համար, փառք ես Տեր, որ ինձ տանում է սրբությունից սրբություն, բայց դեռ Տեր ավելի փառք ու գոհություն քեզ, որ քո կենթանի հոգին իմ մեջ է եւ քո հոգով ինձ լեցնում է, սիրելի Հիսուս, փառքեր Հիսուսին։ Էլի եմ ասում, քույրս, եղբայրս, ամեն անգամ ինչքան կարաս ասես Տեր նորից փրկի, Տեր նորից կյանք տուր, Տեր արդեն տվել է։ Տեր արդեն ուզում է մեր ներսից հոսի դեպի դուրս, սիրելի եկեղեցի։ Եզեկիել 36:25 խոսքերի մեջ շատ կարևոր ասում։ Սա այն համարն է, որ շատ ժամանակ եկեղեցին ասում է, Աստված մեզ նոր սիրտ է տվել, ամեն։ Ասում է, ես ձեզ նոր սիրտ եմ տալու։ Այո, մենք դրա մասին վկայել ենք, որ մարդ այս սրտով չի կարա ուղղակի երկինք, մենք պետք է վերստին ծնվենք։ Նա մեզ տվեց փրկություն, նոր սիրտ, բայց խոսքը այդտեղ չի վերջանում։ Ասում է, մաքուր ջուր պիտի ցողեմ նրանց վրա եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ։ Ամեն, սիրելիս, այս վերստին ծնված սիրտը խորհրդանիշն է, որ քո վրա իր ջրերն է թափելու եւ քո միջից Տեր Աստված հոսելու է դեպի աշխարհը, փառքեր Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես ուզում եմ տամ քեզ, Տեր Աստված։ Ես ուզում եմ քեզ տամ իմ ամենը։ Ես ուզում եմ ինձ լցնես, որ ես քո համար դատարկվեմ նորից, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Հալելույա։ Այս խոստումը կատարվեց, քույրս, եղբայրս, Պենտեկոստեի օրը։ Եզեկիելը մարգարեացել էր, նոր սիրտ, վերստին ծնունդ, բայց դեռ նա ասել էր, որ իմ հոգին պետք է թափեմ այդ սրտի վրա։ Պենտեկոստեի օրը շատ հետաքրքիր բան կատարվեց, Պետրոս առաքյալը ասաց, ապաշխարեցեք եւ դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը։ Ամեն։ Սա շատ կարևոր համար էր։ Շատերը այսօր գիտեք եկեղեցում այսպիսի մի բան են անում։ Գործ կառաքելոցում շատ արագ էր լինում սա։ 3000 հոգի, պատկերացրեք, ապաշխարեցին, Սուրբ Հոգով մկրտվեցին, ջրով մկրտվեցին։ Այսօրվա եկեղեցին պետք է ամառը գա ջրի մկրտություններ անենք, պետք է ինչ-որ ժամանակ գա Սուրբ Հոգու մկրտություն, պետք է ժամանակ գա մեկ ինչ-որ ամենը կարա կատարվի հիմա ու կկատարվի, ամեն, սիրելիս։ Ժամանակը հիմա է, փրկության օրը հիմա է, Տերը հիմա է ասում, ժամանակը հիմա է, Տեր ուզում է գործի մեր կյանքի մեջ, ապաշխարեցեք եւ դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը։ Դա ամենաառաջի պայմանն է, քույրս, եղբայրս։ Եվ տեսեք խոստումը ինչքան կարևոր է, այս խոստումը կարևոր է։ Եկեղեցին 2000 տարի վիճել է այս համարի շուրջ։ Գիտեք, եկեղեցիներ կան, որ ասում են Սուրբ Հոգու պարգևները արդեն լռել են, դադարել են։ Դա եղել առաջի դարի քրիստոնյաների համար։ Հիմա էլ մեր համար չի։ Ես ասում եմ, բայց եթե մեր համար չի, օրինակ գիտեք, բապտիստ եկեղեցին այս դավանանքի մեջ է, որ Սուրբ Հոգու պարգևները լռել են։ Եվ ասում են, բայց խի են լռել Սուրբ Հոգու պարգևները։ Եթե առաքյալները, որ առաքյալ էին, այդքան իրանց պետք էր։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը այնքան մոտ է, այս չար ու պիղծ օրերի մեջ,
Բա մենք ոնց կարանք ասենք, որ լռել է պարգևները, սիրելի քույրս, եղբայրս, ամեն։ Ասում են պարգևները լռել է։ Ես ասում եմ, եթե պարգևները լռել է, Սուրբ Հոգու պարգևները չի գործում, միայն առաջի դարի հավատացյալների համար ինչ անենք, չաղոթենք բժշկության համար։ Պարգևներից մեկը բժշկությունն է, հավատք, հայտնություն, գիտություն, իմաստություն, լավ այդ ամեն բաները ընդունելի է, էլի լսելի է, բայց երբ որ խոսքը գալիս է մարգարեություն, հայտնություն, զանազանություն, գալիս է լեզուների աղոթք ու լեզուների թարգմանություն, պարգևները դադարել է։ Պարգևները էլ չի գործում։ Դա առաջի դարի համար է եղել։ Եվ իմ խոսքը սա է, ինչ անենք, պարգևները գնում ենք շուկա եւ ասում ենք ինձ տուր համար 7-ը, համար 2-ը, 1-ից 5-ը չեմ ուզում, որովհետեւ չեմ հասկանում, դա այդպես չի գործում։ Կամ պարգևները կա, կամ պարգևները չկա։ Ամեն։ Կամ Քրիստոսի հոգին այսօր քո մեջից գործում է ու վկայում է, կամ էլ սիրելի քույրս, եղբայրս, մենք պետք է Պետրոսի նման ասենք, ապաշխարենք եւ ընդունենք Քրիստոսի պարգևները, Փառքեր Հիսուսին, հալելույա։ Խոստումը սա է։ Եթե պարգևները դադարել է, Պետրոս առաքյալը սա չէր ասի։ Գործք առաքելոց 2:39-ի մեջ ասում է, որովհետև այս խոստումը ձեզ համար է առաջինը, ձեր զավակների եւ բոլոր այն հեռավորների, հիմա մեր համար ասում, համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է, Փառքեր Հիսուսին, սիրելի քույրս, եղբայրս։ Հիմա դադարել է պարգևները։ Ասում է ձեզ համար է, ձեր որդիների համար է եւ հեռավորների համար։ Հեռավորները մենք ենք, բայց այսօր մենք հեռավորներս այսօրվա ներկաներն ենք։ Այսօրվա ձեզ, որ ասում է, ձեզ ու ձեր որդիներն ենք։ Եվ մենք էլ Մարկի սերունդի համար կանչվածներն ենք։ Այս սերունդի համար հավատ պետք է ունենանք, որ իմ հոգին թափելու եմ ամեն մարդկային մարդու վրա, իմ հոգին թափելու եմ ամեն մարմնի վրա, ծերերի վրա, երիտասարդների վրա, իմ հոգին, առատ հոգին թափելու եմ ամեն եւ ձեր ծերերը պետք է երազներ երազեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ պետք է տեսնեն, ասա Փառքեր Հիսուսին, հալելույա, Փառքեր Հիսուսին, Փառքեր Հիսուսին։ Հզոր եկեղեցի ատերը բարձրացնում, սիրելիներ, հզոր հավատքի եկեղեցի, Փառքեր Հիսուսին, հալելույա, որովհետև ձեր զավակների եւ բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է, Փառքերը Տեր Հիսուս։ Եվ մա կարող ասեք, Արմեն եղբայր, ոնց է լինում դա։ Ես ուզում եմ լեցվեմ Սուրբ Հոգով։ Ես ուզում եմ մկրտվեմ Սուրբ Հոգով։ Ամենաառաջինը ընդունիր հրավերը Տեր Հիսուս Քրիստոսի։ Ընդունիր քույրս, եղբայրս։ Նոր կտակարանում երկու ձև էր լինում, երկու ձև։ Առաջինը կարդում եմ Գործք առաքելոց 8:17 խոսքը, ասում է. Այն ժամանակ ձեռքեր դրեցին նրանց վրա, սա Սամարիան է արդեն, Սամարիայի տարածքում, եւ նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Տեսնում եք, էլի ընդունել բառը շատ կարևոր է։ Եվ նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Այսինքն ձեռքը դնելու հետ կապ ունի։ Ձեռքը դնում ես, ծառայողները առաջնորդում են։ Երկրորդը, սիրելի քույրս, եղբայրս, ձեռք դնելու հետ ընդհանրապես կապ չունի։ Ես խոսում եմ Կորնելոսի ընտանիքի մասին։ Գիտեք, ես այս հարցը միշտ տվել եմ։ Անցյալ կիրակի խոսում ենք Հարուրապետի հավատքի մասին։ Հիշում եք Հարուրապետը, իշխանության տակ մարդ եմ։ Կորնելոսը ասում է, խոսքը նշում է Հարուրապետ էր։ Ես չգիտեմ, միգուցե այդ Հարուրապետը Կորնելոսն էր, ես չգիտեմ։ Որտեվ ասում է Հարուրապետը Ղուկաս 7-ի մեջ, բայց տեսնում ենք, որ Կորնելոսը ասում է, նա ունեցել է հավատք։ Հասկանում եք, նա փնտրել է Տիրոջը։ Եվ Աստված մի հետաքրքիր գերբնական բան արեց։ Իմ աղոթն է, Տեր, որ այս ժամանակների մեջ գերբնական երազներ ու տեսիլքներ բերես։ Ինչպես Կորնելոսի տանն էր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգին գերբնական ձևով մեզ երազներ ու տեսիլքներ ցույց տա, սիրելի եկեղեցի։ Ամեն հավատանք դրան։ Պետրոսը մի Սիմոն անունով մարդու տան, հեթանոս, նա ծոմի մեջ էր, մեր նման, ծոմ, աղոթք, հոգսի մեջ էր։ Նա էլ էր փափագում Տիրոջը, մեկ էլ երկինքը բացվեց։ Տեսավ բացված երկնքից, որ ինչ որ ուտեսներ են իջնում, ուտելիքներ, հասկանում եք, որ իր կուլտուրային դեմ էր։
Բայց Տեր ասեց աղոթիր, օրհնիր եւ կեր, ասելուց նպատակը դա չի։ Ասելուց նպատակը Աստված Պետրոսին պատրաստում էր, Կորնելոսին էլ իր տանն էր պատրաստում։ Սա գերբնական հանդիպում էր։ Սա գերբնական պահ էր, Տեր, բեր մեր եկեղեցում գերբնական պահեր։ Բեր մեր եկեղեցում այցելություն, Տեր։ Բեր այս հարաբերությունը, այս հարաբերության մեջ, Տեր Աստված։ Բեր կին, ամուսին հարաբերությունները միանան, բեր տղա, աղջիկ հարաբերությունները միանան, բեր նորից Տեր Աստված քո կրակը այս եկեղեցու մեջ, Տեր Հիսուսս, հալելույա, փառքերը քեզ, Տեր Հիսուս։ Կորնելոսի տան մեջ, սիրելի եկեղեցի, շատ հետաքրքիր բան կատարվեց։ Հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից։ Եվ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս, Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների վրա, բոլորի վրա։ Երբ որ լինում է, բոլորին ասում։ Չի ասում երկուսը, երեքը, բոլորը, Տեր, Տեր, մենք բոլորն ենք այսօր, Տեր, այս եկեղեցին բոլորն է քո առաջ, Տեր։ Տեր Հիսուս, քո գահի առաջ ենք եկել բոլորովս, Տեր Աստված։ Սիրելի Հիսուս, եւ զարմացան Պետրոսի հետ եղող հավատացյալները, որ թլպատությունից էին, այսինքն հրյաներ էին, որ հեթանոսների մեջ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր, որովհետև լսում էին նրանք լեզուներով խոսում եւ Աստծուն փառավորում էին, Սուրբ Հոգին ընդունում էին, ընդունեցին ինչպես եւ մենք, սիրելի եկեղեցի, սիրելի եկեղեցի, փառքերի Հիսուսին, սիրելի եկեղեցի, ժամանակն է, որ օրհնենք Հիսուսին, ժամանակն է, որ ուղղակի գիտեք, շատ անհասկանալի բաներ կա, եկեք այդ անհասկանալի բաները խնդրենք, սիրելի Սուրբ Հոգի, դու քո հոգով մեզ բացատրի, դու մեր մեջ բացիր, հալելույա, խնդրում եմ, սիրելի Սուրբ Հոգի, եւ սա Հովել Մարգարեի 2:28-ը Գործ Առաքելուց 2:17-ի խոստումն էր, եւ իմ հոգին պետք է թափեմ ամեն մարմնի վրա, ոչ թե միայն Երուսաղեմում Պենտեկոստեի օրը, ինչ որ եղավ մնաց այնտեղ, ինչ որ եղավ Սամարիայում մնաց այնտեղ, Կորինթոսում մնաց այնտեղ, ոչ միայն առաջի դարի եկեղեցում ինչ որ եղավ այդ առաջի 100 տարիների մեջ մնաց, հիմա է, Տերը հիմա է գործում, Տերը նորից է ուզում գործի, սիրելի եկեղեցի, Տերը ուզում է հոգով լցված եկեղեցի, պաշտամունք, երկրպագություն, մեր կյանքը բացենք Աստծո առաջ, փառք ես Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս, Հիսուսը դեռ կանգնած է եւ դեռ աղաղակում է, սիրելի եկեղեցի, ես լսում եմ այդ աղաղակի ձայնը, ես լսում եմ իմ սերունդի համար, ես լսում եմ գալիք սերունդի համար, լսում եմ նրանց համար, որ հեռավոր, դեռ հեռավոր են Տեր Աստված, ես լսում եմ այդ ձայնը, լսում ես այդ ձայնը, այդ ձայնը այսօր պետք է քեզ ավելի մոտ լինի, այսօր ժամանակն է, որ ասենք Տեր, մոտենում ենք քեզ, Տեր, մենք լավ գիտենք, սիրելներ, ինչ է կատարվում, այս աշխարհի հարձակումը մի այլ ձև է, դժոխքը, գեհենը ավելի է բորբոքվել, նա չի զիջում ոչ մեկին, չի զիջում, սիրելիս, բայց այսօր մենք ուզում ենք մտքով մեկին դուխ տանք, մտքով մեկի ցավը վերցնենք, մեկը երբ որ ասում է սա ցավում ընդես, ասում է հա գիտես իմն էլ ատե ցավացե կանցնի, դա զուտ ու փուշ խոսքեր է, սիրելիներ, այսօր ժամանակն է, որ ասենք, նա մեր համար մտրակվեց, նրա մեջքը իմ համար հարվածում էին, նա չարչարվում էր իմ մեղքերի, իմ անցանքների համար, որ ես այսօր կյանք ունենամ եւ էլ ավելի, որ այսօր ես բավարարված քրիստոնյա չլնեմ, սիրելիս, այլ այսօր ասեմ Տեր, ավելին եմ ուզում, Տեր Աստված, երկնային Տեր, ավելին եմ ուզում այս 21 օրերի մեջ, ավելին եմ ուզում մեկ երկից ավելի, երկու երկից ավելին եմ ուզում քո խոսքն եմ ուզում, կյանքի կենաց խոսք ու կենթանի ջուրը դի մեջ Տեր Աստված, փառքերը Տեր Հիսուս քեզ, եթե մեկը ծառավ է, թող ինձ մոտ գա ու խմի, հալելույա, փառքեր Հիսուսին, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, թող կենթանի ջրերի գետեր հոսեն մեր սրտերից, քո փառքի համար, սիրելի Հիսուս, Տեր, այսօր խնդրում եմ Տեր Հիսուս, այսօր եթե մեկը ծառավ է Սուրբ Հոգի Աստված, այդ ծառավ սիրտը պատրաստես, սիրելի Հիսուս,
Տերը ասում ես ես քեզ լցնելու եմ քույրս եղբայրս։ Իմ կյանքի վկայությունը սա է։ Ես գնացել էի Պաշտամուն Կաբովյան 12 տարեկան էի։ Եվ երբ որ այդ տունը մտա, his house, այս եկեղեցու անունը որ դրել ենք his house, կապված այդ տան հետ, his house, house տուն։ Այն ժամանակ շենքի կառույցներ չկային, արգելված էր։ Սովետը նոր քանդվել էր, դեռ եկեղեցակառույց շենքեր չկային։ Իմ գնացած տեղը քույրս եղբայրս մի եկեղեցի էր տան մեջ։ Երբ որ մտա այդ տունը, ես չէի հասկանում ինչ են աղոթում։ Երգում էի Սուրբ Հոգով։ Բայց ընենց խաղաղություն զգացի, ընենց ներկայություն, որ Տերը ասեց, դա իմ հոգին է։ Ես էլ հարցերը չտվեցի, ասում էի Տեր, ես էլ եմ ուզում դա առնեմ։ Նույն եմ ուզում։ Ես այդ պահ իմ մեջ ոչ մի բան չկատարվեց, բայց ընդունում էի, բաց էի, փափագում էի։ Ես մենակ էի, աղոթք էի անում, մեկ է մեջս լցվեց, ոնց լեզուս բացվեց, սիրելիս, այսս բացվեց, գետերը մեջիցս դուրս էին գալի, դուրս, այսս դատարկվում էի ու չէի կշտանում, հալելույա Տեր, դեստնի եկեղեցում, սիրելիներ, հարյուրավոր մարդիկ, ջրով Սուրբ Հոգով մկրտվեցին, երկու եկեղեցիները միասին, ու ասում եմ Տեր, մեր ազգին էլ է պետք սա։ Շատ ժամանակ մեզ, գիտեք, ասում են աղանդներ են նրանք, ասում են, բայց խի ենք աղանդ։ Նույն հորն ենք պաշտում, նույն որդուն ենք պաշտում, նույն Սուրբ Հոգին։ Մենք էլ ունենք, հավատում ենք երրորդության դավանանքը, հավատում ենք այս 66 գիրքը գրված Աստծո խոսքով ու շնչով ներշնչված, հավատում ենք որդի Հիսուսը, որ մարմինը հագ է եկել է աշխարհ, նա Աստված էր մարմնի մեջ, մեր մեղքերի համար մահացավ, հավատում ենք, որ ադամական մեղքը, որ բոլորը վայր ընկան Աստծո փառքից, հավատում ենք ու դավանում ենք ջրի մկրտությանը, պատրաստում ենք Սուրբ հաղորդությանը, բայց երբ որ գալիս է հոգով լցվելու կյանքը, օ թշնամի սատանա, ես քեզ հանդիմանում եմ Հիսուսի անունով, այս արգելքները, որ դու բերել ես մեր ազգի մեջ, այս 21 օրերի մեջ, Տեր, ես աղոթում եմ իմ ազգի ապաշխարության համար, աղոթում եմ Տեր, որ մենք այն ազգն էինք, որ մենք սկսեցինք 301 թվականին, այո, պատմություն ունենք, բայց այն խոսքը, որ գաղատացիների նավակի մեջ ասում է Պողոսը, ով գաղատացիներով ձեզ կախարդեց, դուք հոգով սկսեցիք և մարմնով եք ավարտում, Տեր, թող դա չլինի մեր ազգի պատմությունը, Տեր, քո մեջ եղել է միտք, որ դա մեր համար չի, իմ ընտանիքի համար չի, ուղղակի դա էլ գցի խաչի վրա, ասա դա էլ եմ տալիս, Աստված միևնույն է մեզ օգտագործում է իր պարգևների շնորհի մեջ, բայց երբ որ Սուրբ Հոգու շնորհն ու պարգևը մկրտությունը ընդունում ես, մի այլ գերբնական օծություն կա։ Ես հաղթահարել եմ կյանքիս մեջ, շատ դժվար օրեր եմ ունեցել, շատ։ Հասկացեք, ես իմ վկայությունը տվել եմ դեղեր, չգիտեմ, տարբեր ձևի բաներ մարմնիս մեջ ընդունել եմ, որ միտքս հեչ կայուն չէր, մտքով չէի էլ կարա մի քանի բառ ասեմ, բայց այդ պահը ոնց եմ սկսել Սուրբ Հոգով աղոթել, ես չեմ կարա բացատրեմ, դա խենթություն է ուղղակի, ոնց է դա լինում, ու ինձ տվել էր հաղթություն ու որոշում, որ ես պետք է մաքրվեմ, ու այդպես էլ այդ գետը մաքրեց այդ ամեն բաները, քույրս եղբայրս, եկեք կանգնենք ոտքի, ովքեր որ եթե կկամենաք ու կընդունեք, կուզեմ ձեր համար աղոթեմ, թող երկրպագությունը առաջնորդի մեզ, դրա հետ մեկտեղ սիրելներ,
Հավատացեք, բաց եղեք Աստծո համար, Տերը ձեզ լցնելու է, թե ավտոմեքենան քշելուց, թե սիրելի քույրս եղբայրս տունը ինչ որ մի բան անելուց, Սուրբ Հոգին քո կյանքը նորից լցնելու է փառքեր Հիսուսին։ Շնորհակալ ենք կյանքի Աստված։ Քո օծության ամպը այստեղ է, սիրելի Հիսուս։ Քո օծության ամպը իջել այստեղ, սիրելի Հիսուս։ Սուրբ Հոգի Աստված, շարժիր այս վայրում, շարժվիր այս վայրում, շարժվիր մեր մեջ, գործիր մեր մեջ, սիրելի Սուրբ Հոգի։ Քեզ հրավիրում ենք այստեղ, սիրելի Սուրբ Հոգի։ Այս դաշտը քոնն է, սիրելի Սուրբ Հոգի։ Լցրա իմ սիրտը, իմ կյանքը քո ներկայությամբ, Հիսուս։ Եվ խոստն ասում այն Հոգին, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, այդ կենդանության Հոգին այսօր բնակվում է ձեր մեջ։ Շնորհակալ եմ, սիրելի Հիսուս։ Արի Սուրբ Հոգի, շարժ